Գլուխ 43 Տերը խոստանում է փրկել իր ժողովրդին։ Արդ այսպես է ասում Տեր Աստված, որ արարեց քեզ Հակոբ և ստեղծեց քեզ Իսրայել, մի վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և կոչեցի քեզ քո անունով, թե իմն ես։ Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի։ Եթե կրակի միջով անցնես, չեսայրվի, և նրա բոցը քեզ չի կիզի։ Քանզի ես եմ քո Տեր Աստվածը, Իսրայելի Սուրբը, որ պիտի փրկեմ քեզ։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվի քեզ համար, և Սուհենը քեզ հետ փոխանակեցի, ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառավորվեցիր ու ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ քո գլխի դիմաց։ Մի վախեցիր, որովհետև քեզ հետ եմ, արևելքից կբերեմ քո սերունդը և արևմուտքից կհավաքեմ քեզ։ Հյուսիսին կասեմ բեր ու հարավին թե մի արգելիր։ Բերեք իմ որդիներին հեռավոր երկրից և իմ դուստրերին երկրի ծագերից, բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով, որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։ Բարձրացրի կույր ժողովրդին, և թեպետ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, և խցանված են նրանց ականջները։ Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող նրանց իշխանները ժողովվեն, բայց ով կարող է պատմել այս, և կամ ով կարող է ձեզ ազդարարել այն, ինչ առաջ է կատարվել։ Թող բերեն իրենց վկաներին և արդարանան, թող լսեն ու ասեն ճշմարտությունը։ Եղեք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկա լինեմ, ասում է Տեր Աստված։ Ծառա ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու հավատաք ինձ, և գիտակցեք, թե ով եմ ես։ Ինձնից առաջ ուրիշ Աստված չի եղել, ինձնից հետո ևս չի լինի։ Ես եմ Աստված, ինձնից բացի չկա մեկը, որ փրկություն տա։ Հայտնեցի և փրկեցի, նախատեցի ու ձեր մեջ օտար չկա։ Դուք ինքներդ կարող եք վկա լինել ինձ համար։ Ես եմ Տեր Աստված ի սկզբանե և միշտ, չկա մեկը, որ իմ ձեռքից կարողանա ազատվել։ Ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել։ Մի նոր ճանապարհ անապատում։ Այսպես է ասում Տեր Աստված, Իսրայելի Սուրբը, որ փրկելու է ձեզ համար Բաբելոն կուղարկեմ, բոլորին տեղահան կանեմ ու փախստական կդարձնեմ, և քաղդեացիները նավերով պաշարման մեջ կառնվեն։ Ես եմ Տեր Աստված ձեր Սուրբը, որ ցույց տվի ձեզ Իսրայելի թագավորին։ Այսպես է ասում Տերը, որ ճանապարհ է բացում ծովում, և շավիղներ հորդահոս ջրերի մեջ։ Նա, որ կուռքեր ու նժույգներ է հանում ու բազմահամար զորքեր։ Բայց նրանք կարող են քննել և վեր չկենալ, մարել ինչպես հանգած պատրույգ։ Առաջվա բաները մի հիշեք, հինը մտքներդ մի բերեք, քանզի ես նորն եմ անելու, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք։ Ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։ Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետև ես ջուր եմ տալու անապատին և անջրդի երկրին գետեր, խմեցնելու համար իմ ընտրյալ ազգին։ Եվ իմ ժողովուրդը, որ ինձ ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին։ Տերը հանդիմանում է Հակոբին։ Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Հակոբ, և ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայել։ Ողջակեզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ, և ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ։ Քո ընծաներով չծառայեցիր ինձ, և ոչ էլ ես նեղության պատճառեցի քեզ, ծախսել տալով քո կնդրուկները։ Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր,
եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա, բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ քեզ վերակացու եմ լինելու։ Ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները եւ քո մեղքերն այլևս չեմ հիշելու, բայց դու հիշիր, որ իրար հետ դատ ենք ունենալու, նախ դու խոստովանիր քո անօրենությունները եւ որ արդարացվես։ Նախ ձեր հայրերը մեղք գործեցին եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդեպ, իշխանները պղծեցին իմ սրբությունները, ուստի Հակոբին կորստյան մատնեցի եւ Իսրայելը նախատինքի։ Գլուխ 44 Տերն օրհնում է Հակոբի սերնդին։ Տերը, իսկ այժմ լսիր, ով իմ ծառա Հակոբ, եւ դու Իսրայել, ում ընտրել եմ, այսպես է ասում Տեր Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից եւ տակավին օգնություն պիտի գտնես։ Մի վախեցիր ծառա իմ Հակոբ, եւ դու սիրեցյալ իմ Իսրայել, ում ընտրել եմ։ Ես ջուր պիտի տամ ծառայվածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով։ Իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա եւ իմ օրհնանքները քո որդիների վրա։ Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպես ջրարփի խոտը, ինչպես ուռենին հոսող ջրերի մոտ։ Մեկը պիտի ասի Աստծունն եմ ես, մեկ ուրիշը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծու, իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով, թե ես Աստծուն եմ պատկանում, եւ հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի։ Այսպես է ասում Աստված, Իսրայելի Թագավորը եւ նրա փրկիչ զորությունների Տերը. Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։ Ով է ինձ նման, թող առաջ գա ձայն հանի, պատմի եւ ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է մինչև գալը թող պատմեն ձեզ։ Մի զարմացեք եւ մի շփոթվեք, չէ՞ որ դուք սկզբից լսեցիք եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող եք վկա լինել ինձ համար, թե կա այլ Աստված բացի ինձնից։ Մարտահրավեր սնոտի աստվածներին։ Բոլոր նրանք, որ ստեղծում ու կերտում էին սնոտի աստվածներ, այն ժամանակ իսկ ոչնչություն էին, նրանք այդ անում էին ըստ իրենց ցանկության։ Սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ոչ տեսնում են եւ ոչ էլ ըմբռնում։ Եվ դուք էլ կարող եք վկայել այդ մասին, թող ամաչի նա, ով ստեղծում է ստեղծվածը, եւ անօգուտ կերպով կուռք է ձուլում, նաեւ բոլոր նրանք, որ հաղորդակից են դառնում նրան։ Բայց ամոթահար պիտի լինեն բոլոր նրանք, որ կուռքեր են ստեղծում եւ կերտում անօգուտ բաներ, որոնք ինչից էլ պատրաստված լինեն, բոլորովին պիտի չորանան եւ անտեսվեն մարդկանցից։ Պիտի հավաքվեն ամենքը, դեմառդեմ կանգնեն միասին, պիտի ամաչեն եւ առհասարակ ամոթահար լինեն։ Երկաթագործը գրաբար բնագրում հյուսն է։ Երկաթագործը իր համար գործիք կռեց, ուրակը սրեց եւ տաշեց նրանով։ Դուրը գործի դրեց եւ հղկեց, եւ իր բասկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, ջուր իսկ չի խմելու։ Հյուսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գցեց, պատկերի ձև ու նմանություն տվեց, դուրով հղկեց այն, սոսնձապատեց նրան, տվեց մարդու կերպարանք, մարդու դեմքի ձև ու գեղեցկություն եւ կանգնեցրեց իր տան մեջ։ Այն փայտը, որ կտրեց սոճին կամ սոսին, կաղնին կամ թեղոշը, որոնք տնկեց Տերը ու անձրևը աճեցրեց, որպեսզի մարդու համար վառելիք լինեն։ Ահա դրանից վերցրեց, վառեց եւ տաքացավ, մի կեսից հաց եփեց, իսկ մի կեսն էլ արձան շինեց եւ երկրպագեց նրան։ Իր իսկ շինած արձանի առաջն ընկած երկրպագեց նրան։ Նրա կեսն այրեց խարույկի վրա, որի
կրակով հաց եփեց և միս խորովեց, կերավ կշտացավ ու տաքացավ, ասելով թե երանի ինձ, որ տաքացա և կրակը տեսա։ Իսկ կեսից քանդակված Աստված շինեց և խոնարհվելով երկրպագեց նրան, աղոթեց նրա առաջ և ասաց. «Փրկիր ինձ, քանզի դու իմ Աստվածն ես»։ Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը տեսնելու համար և նրանց սրտերը հասկանալու համար բթացան։ Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կեսը կրակով այրեցին և նրա կրակի վրա հաց եփեցին, մյուս միս խորովեցին և կերան, իսկ նրա կեսից կուռք պատրաստեցին և երկրպագում են նրան։ Իմացիր, նրանց սիրտը մոխիր է և նրանք մոլորված են։ Նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները։ Դուք տեսնում եք, բայց չեք լսում, թե խաբեություն է մեր ձեռքերի մեջ։ Դուք տեսնում եք, բայց չեք ասում, թե խաբեություն է մեր ձեռքերի մեջ։ Տերը փրկում է Հակոբին։ Հիշիր դու Հակոբ, նաև դու Իսրայել, քանզի իմ ծառան ես դու, քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, և դու Իսրայել, մի մոռացիր ինձ, ահավասիկ ջնջեցի քո անօրենությունները ինչպես ամպ և քո մեղքերը ինչպես մեգ։ Ինձ մոտ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ, ուրախացիր երկինք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փող փչեցեք երկրի հիմքեր, ուրախության կանչեր արձակեցեք, լեռներ, բլուրներ և նրանց վրա գտնվող բոլոր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։ Տերը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպես է ասում. «Ես եմ Տերը, որ անում, կատարում եմ ամեն ինչ. միայնակ տարածեցի երկինքը և հաստատեցի երկիրը»։ Էլ ո՞վ է, որ իջիկ դարձրեց վհուկների կախարդությունները և դյութությունները սրտերից։ Ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում։ Իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ ասում եմ Երուսաղեմին, թե բնակելի դարձիր, և Հրեաստանի քաղաքներին, թե վերստին կառուցվեցեք, և ես պիտի վերականգնեմ նրանց ավերակները։ Ես ասում եմ անդունդին, թե ավերվիր, և ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։ Ես ասում եմ Կյուրոսին, թե իմաստնացիր, որ կատարես իմ բոլոր ցանկությունները։ Ես ասում եմ Երուսաղեմին, թե կառուցվիր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը։ Տերը պատրաստում է Կյուրոսի ճանապարհը։ Գլուխ 45 Այսպես է ասում Տեր Աստված իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, բացեմ քո առաջ դռները և քաղաքները չփակվեն։ Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։ Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի Իսրայելի Աստվածը, որ կանչեց քո անունը, իմ Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար. Ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տեր Աստվածը և չկա մեկ ուրիշը, թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա։ Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը։ Ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը։ Ես եմ Տեր Աստվածը, որ կատարում եմ այս ամենը։ Երկինքը թող ուրախ լինի, վերուստ, և ամպերը արդարություն ցողեն։ Թող երկիրը ողորմություն բխեցնի, լիովին արդարություն թող բխեցնի։ Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ, որպեսզի մի լավ բան ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ, որպես մի լավ բան ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։
Կավը և բրուտը։ Միթե նա, որ հողն է հերկում, ամեն օր հերկ կանի։ Միթե կավը բրուտին կարող է ասել, թե ինչ ես անում, ինչու չես աշխատում, ձեռքեր չունես։ Միթե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե ինչու այսպես ստեղծեցիր ինձ։ Վայ նրան, որ իր հորը կասի, թե ինչու ծնեցիր ինձ, և մորը, թե ինչու ծննդաբերեցիր ինձ։ Այսպես է ասում Տեր Աստված Իսրայելի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. Թող դուք ինձ հարցնում եք իմ որդիների և դուստրերի մասին, և իմ ձեռքի գործերի համար պատվեր եք տալիս ինձ։ Ես ստեղծեցի երկիրը և մարդուն, նրա վրա ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին, ես արդարությամբ նրան թագավոր հաստատեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են, նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի։ Առանց կաշառքի և առանց ընծաների, ասում է Զորությունների Տերը։ Այսպես է ասում Զորությունների Տերը. Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և Սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված քո ետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, և պիտի ասեն, թե ուրիշ Աստված չկա բացի քեզնից։ Դու ես Աստվածը, իսկ մենք չգիտենք ով Աստված Փրկիչդ Իսրայելի, պիտի ամաչեն, ամոթար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամոթով պիտի հեռանան։ Նորոգվեցեք իմ առաջ, ով կղզիներ, քանզի Իսրայելը փրկվեց հավիտենական փրկությամբ, դուք չեք ամաչելու, այլևս ամոթար չեք լինելու մինչև հավիտենություն։ Արդարև այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը, Աստված, որ արարեց և հաստատեց երկիրը, նա, որ կարգավորեց այն, զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակության համար։ Ես եմ Տերը, ուրիշը չկա, ոչ գաղտնի խոսեցի և ոչ էլ երկրի մութ տեղերում, Հակոբի սերնդին չասացի, թե սնոտի բաներ եք փնտրում։ Ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը։ Աշխարհի տերը և Բաբելոնի կուռքերը։ Հավաքվեցեք և եկեք միասին խորհեցեք, ով դուք հեթանոսներից փրկվածներ, ովքեր վերցրել բերում էին փայտե կուռքը և աղոթում էին աստվածներին։ Չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց, երբ նրանց հայտնեն, թող մոտ գան, որպեսզի միասին իմանան, թե այդ ամենի մասին սկզբից ով լուր տվեց։ Եվ այժմ էլ ասում է ձեզ. Ես եմ Աստվածը, ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստվածը, ինձնից բացի մեկ ուրիշը չկա։ Դարձեք ինձ մոտ և կփրկվեք դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը, ուրիշը չկա, անձովս եմ երդվում, որ ինչ էլ դուրս գա իմ բերանից, արդարություն է և իմ խոսքերը չեն եղցվելու։ Ամեն ծունկ ինձ է խոնարհվելու, ամեն լեզու Աստծուն է խոստովանելու և ասելու, թե արդարությունն ու փառքը նրա միջոցով են գալու, և բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամոթով են մնալու։ Աստծով պիտի արդարանա և փառավորվի իսրայելցիների ամեն սերունդ։
Եսայա մարգարեությունը գլուխ 46 Տերը պահպանում է Իսրայելին։ Ընկավ բելը, խորտակվեց Դագոնը, նրանց կուռքերը հայտնվեցին կենդանիների և անասունների վրա։ Իբրև բեռ դրանք կապեցին և բարձեցիք տանջված ու քաղցած կենդանիների վրա, անզոր լինելով փրկվելու պատերազմից։ Գրածների հետ միասին գերության քշվեցին լքված ու խեղճ կուռքերը։ Լսեցեք ինձ, ով դու Հակոբի տուն և դուք Իսրայելի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք և մանկությունից մինչև ծերություն խրատված, քանզի ես նույնն եմ։ Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, ես նույնն եմ, ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։ Ում կնմանեցնեիք ինձ, հապա մտածեցեք, ով դուք մոլորյալներ, որ ոսկու մեծ բաժին եք գցում քսակից, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց, վերցնում ուսերիդ վրա դրած բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում և չեն շարժվում։ Եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չար փորձանքներից չեն փրկի նրան։ Հիշեցեք այս և հոգոց հանեցեք, զղջացեք դուք մոլորյալներդ, սրտանց դարձի եկեք, մտաբերեցեք առաջին գործերը, վաղուց ի վեր կատարվածները, քանզի ես եմ Աստվածը և ինձնից բացի մեկ ուրիշը չկա, որ առաջուց պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։ Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից նրան, ում մասին մտածեցի, խոսեցի ու բերի, հաստատեցի և կատարեցի։ Բերի նրան և դրի հաջող ճանապարհի վրա։ Լսեցեք ինձ դուք սրտով մոլորվածներդ և արդարությունից հեռացածներդ, մոտեցրի իմ արդարությունը և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի, ես Սիոնում տվեցի Իսրայելի փրկությունը հանուն իմ փառքին։ Գլուխ 47 Բաբելոնի դատաստանը Իջիր ու նստիր հողին, ով Բաբելոնի կույս օրիորդ, նստիր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մեջ մտիր, Քաղդեացիների դուստր, դու, որ այլևս չես շարունակելու կոչվել քնքուշ ու փափկասուն, երկանք առ, ալյուր աղա դեն նետիր քողդ, քաշիր մազերդ, մերկացրու սրունքներդ և անցիր գետի միջով, և թող հայտնվի քո ամոթը, թող երևա քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրավունքները։ Նա, որ փրկեց քեզ, այլևս չի մատնի քեզ մարդկանց, նրա անունը զորությունների Տեր է, Իսրայելի Սուրբ, նստիր թախծոտ և զղջացած, մտիր խավարի մեջ, ով Քաղդեացիների դուստր, էլ չես կոչվի թագավորությունների զորություն։ Ես բարկացել էի իմ ժողովրդի վրա, որովհետև պղծեցին իմ ժառանգությունը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածություն չարեցիր նրանց նկատմամբ, ծեերի լուծը սաստիկ ծանրացրիր ու ասացիր. ես հավիտյան իշխան կմնամ։ Երբեք չմտածեցիր ու չհիշեցիր վախճանի մասին։ Արդ լսիր այս, ով դու փափկասուն, որ նստել էիր ինքնագոհ և սրտիդ մեջ ասում էիր, թե ես եմ և ինձ հավասար ոչ ոք չկա, որբևայրություն չեմ քաշելու և սրբություն չեմ ճանաչելու, սակայն դրանք երկուսն էլ, որբևայրությունն ու անզավակությունը, մեկ օրվա մեջ հանկարծակի քեզ վրա են հասնելու, անսպասելի քեզ վրա են գալու քո դյութությունների, քո սաստկացող կախարդությունների պատճառով, քո ինքնավստահության ու չարության պատճառով, որովհետև ասում էիր, թե ես եմ և ինձ հավասար ոչ ոք չկա, դու, որ այդպես ես մտածում,
իմացիր, որ քո պոռնկությունը ամոթանք պիտի լինի քեզ համար։ Քանզի քո սրտի մեջ ասացիր ես եմ և ինձ հավասար ոչ ոք չկա։ Քեզ այնպիսի կորուստ է վրա հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մեջ, քեզ վրա մի թշվառություն է գալու, որ չես կարողանալու հետ մղել։ Քեզ վրա հանկարծակի ավերում է գալու, որ դու չես գիտակցելու։ Դե հիմա մնա քո դյութությունների ու քո բազում կախարդությունների մեջ, որոնք քո մանկությունից սկսած սովորեցիր։ Գուցե կարողանաս օգուտ քաղել։ Գուցե կարողանաս ուժ առնել։ Չարչարվեցիր քո խորհուրդներով, թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ինչ է գալու քո գլխին։ Ահավասիկ նրանք բոլորը ինչպես խռիվ պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները պիտի կարողանան փրկել բոցից։ Նստած ես կրակի կայծերի վրա, դրանք քեզ համար օգնություն պիտի լինեն։ Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առևտուր արեցիր քո մանկությունից։ Նրանք բոլորն էլ իրար հետևից մոլորվեցին և դու փրկություն չունես։ Գլուխ 48 Իսրայելը չի լսում Տիրոջը։ Լսեցեք այս ով Հակոբի տուն, Իսրայելի անունով կոչվածներդ և Հուդայի սերնդից ծնվածներդ, որ երդվում եք Իսրայելի Աստծու անունով և հիշում նրան, բայց ոչ ճշմարտությամբ, ոչ արդարությամբ, դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծո շնորհիվ, որի անունը զորությունների Տեր է։ Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին, դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան, ես հանկարծակի կատարեցի և դրանք վրա հասան։ Գիտեի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, քո ճակատը պղնձից, քեզ պատմեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած դրանց մասին լուր տվի քեզ, որպեսզի երբեք չասես, թե դրանք իմ կուռքերը կատարեցին։ Չասես, թե քանդակվածները և ձուլածո կուռքերը պատմեցին ինձ, լսեցեք իմ ամեն ինչ և մտքներդ չպահեցիք։ Սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետև պիտի լինի։ Բայց չես ասում, որ հիմա պիտի լինի և ոչ թե վաղուց է եղել, հին ժամանակներում, ու դու չես լսել այդ մասին։ Մի ասա, թե այո գիտեմ դա, որովհետև ոչ գիտես և ոչ էլ իմացել ես, և սկզբից իսկ քո ականջները չբացեցիր, քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։ Իմ անվան համար ես քեզ պետք է ցույց տամ իմ բարկությունը և իմ փառքը, որ բերել եմ քեզ վրա, բայց քեզ չեմ ոչնչացնելու։ Ահավասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ հանուն արծաթի, և փրկեցի քեզ աղքատության հնոցից։ Իմ անվան համար արեցի այդ, որպեսզի իմ անունը չհայհոյվի, ես իմ փառքը ուրիշին չեմ տա։ Տերը հորդորում է ելնել Բաբելոնից։ Լսիր ինձ Հակոբ և դու Իսրայել, ում ես կանչում եմ։ Ես եմ առաջինը, ես եմ և հավիտենականը, իմ ձեռքը դրեց երկրի հիմքերը, և իմ աջը հաստատեց երկինքը, կկանչեմ նրանց բոլորին, և նրանք միասին կգան, կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ով պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ, վերացնելու համար քաղդեացիների սերունդը։ Ես կանչեցի և ես խոսեցի, ես բերի նրան և հաջողեցրի նրա ճանապարհը։ Մոտեցեք ինձ և լսեցեք այս, սկզբից իսկ ես ոչ գաղտնի խոսեցի և ոչ էլ ինչ-որ խավար տեղում, երբ դրանք կատարում էին, ես այնտեղ էի։ Եվ այժմ Տերն ինձ ուղարկեց, Տերը և նրա Հոգին։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնացիր։ Եվ եթե դու հետևեիր իմ պատվիրաններին, ապա քո խաղաղությունը
գետի նման կլիներ և քո արդարությունը ծովի ալիքների նման, քո սերունդը ավազի չափ կլիներ և քո որովայնից ծնվածները երկրի հողի չափ։ Եվ սակայն դու այժմ չես ոչնչանալու և քո անունը չի կորչելու իմ առաջ, դուրս եկեք Բաբելոնից, փախեք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմեցեք, թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնեցեք և ասացեք, թե Տերը փրկեց իր ծառա Հակոբին, և եթե անապատում ծարավեն նրանց համար նա քարից ջուր պիտի հանի, քարը պիտի պատռի, ջրերը պիտի բխեն և իմ ժողովուրդը պիտի խմի, ամբարիշտներն ուրախություն չեն տեսնելու, ասում է Տերը։ Գլուխ 49 Իսրայելը ազգերի լույս։ Լսեցեք ինձ կղզիների բնակիչներ, ականջ դրեք հեթանոսներ, շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա, ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի, իմ բերանը հաստատեց ինչպես սուր սուսեր և ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպես մի ընտիր նետ և թաքցրեց իր կապարճում։ Նա ինձ ասաց. «Դու իմ ծառան ես, Իսրայել, քեզնով պիտի ես փառավորվեմ»։ Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը չարչարվեցի, իմ ուժն անմիտ բաների վրա ծախսեցի, բայց իմ իրավունքը Տիրոջից է և իմ վաստակն իմ Աստծու առաջ է»։ Արդ Տերը, որն ինձ որովայնից իր համար ծառա ստեղծեց, ասաց, որ Հակոբին և Իսրայելին իր շուրջը հավաքեմ։ Պիտի հավաքվեմ և փառավորվեմ Տիրոջ առաջ, և իմ Աստվածը ինձ համար զորություն է լինելու։ Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ազգը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի չորս ծագերը։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի Աստվածը, որ փրկեց քեզ. Սրբացրեք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհված է ազգերի կողմից և իշխանների ծառաներից։ Թագավորները պիտի տեսնեն նրան և ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան հանուն Տիրոջ, որ հավատարիմ է, և հանուն Իսրայելի Սրբի, որն ընտրեց քեզ։ Իսրայելի մեծ վերադարձը գերությունից։ Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի, ես քեզ ստեղծեցի և ուխտի նպատակով հեթանոսներին տվեցի քեզ։ Երկիր է վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին վերադարձնելու համար։ Շղթայվածներին ասելու, թե ելեք, իսկ խավարի մեջ գտնվողներին, թե հայտնվեցեք։ Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արոտը պիտի լինի բոլոր շավիղների վրա։ Նրանք ողջ քաղց են զգալու, ոչ ծարավելու, ոչ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց, իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ և բոլոր շավիղներս արոտների վերածեմ։ Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք հյուսիսից և ծովից, և ոմանք Պարսից երկրից, եբրայերենում Սինիմ երկրից։ Ուրախացե՛ք, երկինք և ցնծա երկիր, թող լեռները ցնծություն կանչեն և բլուրները արդարություն։ Քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապյալներին, բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ թողեց, Աստված ինձ մոռացավ»։ Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը, կամ չի գթա իր որովայնի ծնունդներին։ Եվ եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես սակայն քեզ չեմ մոռանա, ասում է Տերը։ Ահա իմ ձեռքերի ափերի մեջ գծագրեցի քո պարիսպը, և ամեն ժամ դու իմ առաջ ես։ Դու արագորեն պիտի վերաշինվես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ։ Քեզ ավերողները քո միջից պիտի վտարվեն։ Բարձրացրու քո աչքերը, նայիր շուրջդ և տես բոլորին. ահա հավաքվել ու գալիս են դեպի քեզ։
Կենդանի եմ ես, ասում է Տերը, նրանց բոլորին պիտի հագնես ինչպես պատմուճան, նրանց քո վրա պիտի կրես ինչպես հարսի զարդ, արդարև քո ավերակները ամայացած ու կործանված երկիրը նեղվածք պիտի լինի իրենց բնակիչների համար, և քեզ կուլ տվողները քեզնից պիտի հեռանան, քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն, այստեղը նեղ է մեզ համար, ընդարձակիր, որ բնակվենք, և քո մտքում պիտի ասես, ով ինձ համար ծնեց սրանց, չէ որ ես անզավակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակված, ով սրանց սնեց ինձ համար, չէ որ ես միայնակ էի մնացել, ուր էին սրանք: Այսպես է ասում Տեր Աստված, ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրա, և իմ դրոշը կանգնեցնեմ կղզիներում, և քո որդիներին իրենց գիրկն առած, և քո դուստրերին իրենց ուսերին դրած պիտի բերեն: Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին, պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն: Որևէ մեկը միթե կարող է խլել հսկայի կողոպուտը, կամ կարող է անիրավի գերեվարել և ազատվել: Այսպես է ասում Տերը, եթե որևէ մեկը հսկային գերեվարի, կառնի նրա ավարը, նա ով հսկայի ավարը կվերցնի, շատ լավ էլ կազատվի: Բայց ես իմ դատաստանն եմ անելու և փրկելու եմ իմ որդիներին: Մեզ նեղողներին նրանց մարմինը պիտի ուտեն, մեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն, և ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն: Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին: Գլուխ 50. Իսրայելը բաժանված չէ իր Տիրոջից: Այսպես է ասում Տերը, ուր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ուր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ: Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը: Եկա և մարդ չկար, կանչեցի և ոչ ոք չկար, որ լսեր: Միթե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ միթե ես ի զորու չեմ ազատելու: Ահա իմ կշտամբանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը և նրանց ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները, ու կսատկեն ծարավից: Խավար կհագցնեմ երկնքին, նրա համար քուրձ կանեմ հագուստ: Ծառան ապավինում է տիրոջ օգնությանը: Տեր Աստված ինձ խրատող լեզու տվեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ: Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, և ես խստասիրտ չեմ դառնա ու չեմ ընդդիմանա: Թիկունքս հարվածների տվեցի ծնոտներս ապտակի, և երեսս շուռ տվի նախատինքից ու թքից: Տեր Աստված եղավ ինձ օգնական, դրա համար էլ ամոթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպես կարծր քար: Գիտեմ, որ չեմ ամաչելու, քանզի մոտ է նա, որ արդարացնելու է ինձ: Ով է իմ ոսոխը, թող գա և կանգնի մեջտեղը: Ով է նա, որ դատապարտելու է ինձ, թող մոտենա ինձ: Քանզի ահավասիկ Տերը, Տերն է ինձ օգնական: Եվ ով է, որ չարչարելու է ինձ: Ահա դուք բոլորդ ինչպես ձոր ձեր պիտի հնանաք, ցեցն ու որթը պիտի ուտեն ձեզ: Ձեր մեջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը, ովքեր գնում են դեպի խավարը և լույս չկար նրանց համար: Թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով: Ահա դուք ամենքդ, որ վառված եք հրով, պիտի պարտվեք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լույսի միջով և պիտի բորբոքվեք բոցով: Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, և դուք տրտմության մեջ պիտի մեռնեք:
Եսայու մարգարեություն, գլուխ 51: Խրախույս Տիրոջը փնտրողների համար: Լսեցեք ինձ դուք, որ արդարության եք հետամուտ և փնտրում եք Տիրոջը: Նայեցեք այն հաստատուն վեմին, որից կերտվել եք, և այն հորի փոսին, որից հանվել եք: Ձեր հայր Աբրահամին նայեցեք և Սառային, որ ծնեց ձեզ: Քանզի ում ես կանչեցի, նա մեկն էր: Օրհնեցի նրան, սիրեցի նրան և բազմացրի նրան: Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիոն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները, քո բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու: Արևմտյան կողմն էլ Տիրոջ դրախտի, ուրախության և ցնծության են նրա մեջ տեղ գտնելու: Փառաբանություն և օրհնության ձայն: Լսիր ինձ, լսիր, ով ժողովուրդ, ականջ դրեք ինձ, ով թագավորներ: Քանզի ինձնից է դուրս գալիս օրենքը և իմ դատաստանը լույս է հեթանոսների համար: Արագ-արագ պիտի մոտենա իմ արդարությունը, և իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս: Հեթանոսներն իմ բազկին պիտի ապավինեն, կղզիները պիտի սպասեն ինձ և հույս դնեն իմ բազկի վրա: Դեպի երկինք բարձրացրեք ձեր աչքերը և նայեցեք դեպի ցած երկրին: Երկինքը պիտի անցնի ինչպես ծուխը, և երկիրը պիտի մաշվի ինչպես ձորձերը: Նրա բնակիչները և նույն կերպ պիտի կորչեն: Բայց իմ փրկությունը հավիտենապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու: Դուք, որ ճանաչում եք իրավունքը, և դու իմ ժողովուրդ, որ սրտիդ մեջ իմ օրենքն ես կրում, լսեցեք ինձ, մի վախեցեք մարդկանց նախատինքից, և նրանց բամբասանքը թող ձեզ ամոթանք չպատճառի: Քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ինչպես ձորձեր, և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը սերնդից սերունդ: Զարթնի՛ր, Երուսաղեմ, զարթնի՛ր, Երուսաղեմ, և հագիր քո բազկի զորությունը: Զարթնի՛ր ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում: Միթե դու նա չես, որ հատեցիր օվկիանոսի լայնությունը, Եբրայերենում Ռահաբը: Վանեցիր վիշապին: Դու այն չես արդյոք, որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի հորդությունը և ծովերի խորությունները ճանապարհ դարձրեց: Որպեսզի այնտեղով անցնեն փրկվողների և ազատվողները: Տիրոջ շնորհիվ պիտի լինի վերադարձը, և նրանք Սիոն են գալու ցնծությամբ ու հավիտենական ուրախությամբ: Նրանց գլխի վրա օրհնություն պիտի լինի և ուրախությունը պիտի հասնի նրանց: Ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի հեռանան: Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ: Իմացիր, թե դու ով էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան ինչպես խոտ: Դու մոռացար Աստծուն քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը: Ու դու միշտ ամեն օր վախենում էիր քեզ նեղողի բարկությունից, մտածելով, թե նա կբնաջնջի քեզ: Բայց ուր է քեզ նեղողի բարկությունը: Քո փրկությունը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել, և քո հացը չի պակասելու: Ես եմ քո Տեր Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում մռնչալ: Զորությունների Տեր է իմ անունը: Իմ խոսքերը քո բերանը դրեցի և իմ ձեռքի հովանու տակ առա քեզ: Որպեսզի երկինքը կանգնեցնեմ, երկրի հիմքերը հաստատեմ և ասեմ Սիոնին. դու իմ ժողովուրդն ես: Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնիր, Երուսաղեմ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր, և քո բոլոր որդիների մեջ, որոնց դու ծնեցիր, մեկը չեղավ, որ մխիթարեր քեզ: Քո բոլոր որդիների մեջ, որոնց դու մեծացրիր, մեկը չեղավ, որ զորավիգ դառնար քեզ: Երկու բան կա քեզ հակառակ, և ո՞վ է, որ ցավակից է լինելու քեզ: Կործանում ու կոտորած, սով և սուր է լինելու, և ո՞վ է, որ մխիթարելու է քեզ:
Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսյեպ ճակնդեղ լինեն, նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խոտորված են Տեր Աստծուց, դրա համար էլ լսիր, ով տառապյալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց, այսպես է ասում Տեր Աստված, որ դատում է իր ժողովրդին. ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկության բաժակը, և դու այլևս չես խմելու այն։ Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. խոնարհվիր, որ անցնենք, և քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար։ Գլուխ 52. Փրկության ուրախ լուրը։ Զարթնի՛ր, զարթնի՛ր Սիոն, հագիր քո զորությունը Սիոն, դու էլ քո փառքը հագիր, ով սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։ Թոթափի՛ր քո փոշին, ոտքի ել ու նստիր, ով Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ով դու Սիոնի գերի դուստր։ Արդարև այսպես է ասում Տերը. դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք փրկվելու։ Այսպես է ասում Տերը. իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ Ասորեստան քշվեց, բայց այժմ ինչու եք այստեղ։ Այսպես է ասում Տերը. իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց, նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում։ Այսպես է ասում Տերը. ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։ Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, գիտենա, որ ես նույնն եմ, որի մասին խոսում էին, և ահա եկել հասել եմ։ Լեռների վրա ինչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում, ասելով Սիոնին, թե քեզ վրա թագավորելու է Աստված։ Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տերը ողորմելու է Սիոնին։ Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։ Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծո փրկությունը։ Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելեք այդտեղից և պիղծերին մի մոտեցեք։ Ելեք այդ երկրի միջից և հեռացեք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը, ոչ խռովությամբ պիտի ելնեք և ոչ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու և ձեզ հավաքելու է, նա, որ Աստվածն է Իսրայելի։ Տիրոջ ծառան պիտի բարձրանա։ Ահավասիկ, խելահաս պիտի դառնա իմ ծառան, պիտի հառնի, բարձրանա ու մեծապես փառավորվի, ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, երբ անչքանան մարդկային քո տեսքը, և քո փառքը, որ մարդկանց որդիներից է։ Այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, և թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։ Գլուխ 53. Տիրոջ ծառան պիտի անարգվի մարդկանցից։ Ով հավատաց Տիրոջ մասին մեր տված լուրին, և ում հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։ Նրա առաջ մենք հայտնվեցինք որպես մանուկ, որպես արմատ ելած անջրդի հողից, եբրայերենում, որովհետև նա դալար ոստի պես և տոչորված հողում արմատի պես բուսավ նրա առաջ։ Ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն, նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ և ոչ էլ գեղեցկություն։ Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե, իր երեսը դարձնելով արհամարհվեց,
և բանի տեղ չդրվեց։ Եբրայերենում նա մարդկանցից անարգվեց ու աչքից ընկավ, վշտի տեր դարձավ և ցավերին հաղորդակից նրանից երես դարձրինք, նա անարգվեց և նրան չհարգեցինք։ Նա մեր մեղքերն էր վերցնում և մեր համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց, մեր խաղաղության համար նա պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ամենքն էլ մոլորված ոչխարներ են, մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը նրան մատնեց մեր մեղքերի համար։ Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում, ինչպես ոչխար նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ անմռունչ կանգնած է խուզվողի առաջ, և նրա նման իր բերանը չի բացում։ Խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ով պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին, իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։ Նրա գերեզմանի համար չարությամբ, իսկ նրա մահվան համար մեծամեծ հարվածներով պիտի վրեժխնդիր լինեմ։ Եբրայերենում նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց երբ մեռավ, հարուստի հետ եղավ։ Որովհետև նա անօրենություն չգործեց և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։ Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել նրան իր ցավերից։ Եբրայերենում Տերը կամեցավ, որ նա ճզմվի և չարչարվի, երբ անձը մեղքի համար ողջակիզի, նա սերունդ պիտի ունենա և իր օրերը երկարացնի, և Տիրոջ կամքը նրա միջոցով պիտի կատարվի։ Ցույց տալ նրան լույս և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որ հարաժամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։ Եբրայերենում իր հոգու տառապանքի արդյունքը պիտի տեսնի, իր գիտությամբ իմ արդար ծառան շատերին պիտի արդարացնի և նրանց անօրենություններն ինքը պիտի կրի։ Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորներին հավասար համարվեց, նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։ Եբրայերենում հանցավորների համար միջնորդ եղավ։